Telcel բաց բաժնետիրական ընկերությունը շարունակում է ընդլայնել ծառայությունների շրջանակը, ներդնելով նոր թվային լուծումներ եւ գրանցելով գործունեության առանցքային ցուցանիշների աճ։ Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեցին 2025 թվականի արդյունքները, որոնք վկայում են ընկերության կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման մասին։ Ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով վերջին 19 տարիների ընթացքում Telcel-ը շուկա է բերել նոր ծառայություններ եւ պրոդուկտներ, որոնք հետագայում դարձել են ոլորտի զարգացման չափանիշ, հանդիսանալով ուղենիշ շուկայի այլ մասնակիցների համար։ Արտյոմ Ղազարյանը նշեց, որ 2025 թվականն ընկերության համար կայուն աճի եւ նոր ձեռքբերումների տարի էր։ Դա է վկայում թվային ծառայությունների նկատմամբ վստահության եւ պահանջարկի շեշտակի աճը։ 2025 թվականը ընկերության համար հերթական փուլն էր մեր տրանսֆորմացիայի դեպի ֆինանսական էկոհամակարգի ձևավորմանը։ Շարունակում են աճել մեր այն ցուցանիշները, որոնք վկայում են հաճախորդների կողմից մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրվածությունը։ Մեր հաճախորդների քանակը, ակտիվ հաճախորդների քանակը բավական լավ տեմպերով առաջ է գնում եւ մենք հիմա մեր համար արդեն այսպես սահմանել ենք նոր նշաձողեր եւ կարծում ենք, որ 2026 թվականին կհատենք նաեւ 1 տրիլիոնի շեմը։ 2026 թվականի մայիսի դրությամբ Telcel Wallet հավելվածի նույնականացման օգտատերերի թիվը հասել է 544 հազարի, մեկ տարվա ընթացքում աճելով գրեթե 14%-ով, իսկ ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 250 հազարը, արձանագրելով 17.4% աճ։ Telcel էկոհամակարգով իրականացված վճարումների ընդհանուր ծավալը 2025 թվականին կազմել է 962 միլիարդ դրամ, շարունակելով վերջին տարիների կայուն աճի միտումը։ Դրական դինամիկան պահպանվել է նաև 2026 թվականի առաջին ամիսներին։ Շարունակել են աճել ինչպես Telcel տերմինալներով, այնպես էլ Telcel Wallet հավելվածով կատարվող վճարումները։ Տերմինալներով վճարումների ծավալն ավելացել է 6.5%-ով, իսկ հավելվածով իրականացված գործարքները 10.3%-ով։ Հետաքրքիր դինամիկա ունենք, որ թվային գործիքները, ինչպես եւ ժամանակի մարտահրավերն եւ ժամանակի տրամաբանությունը շատ ավելի կիրառական են գնալով դառնում։ Սա այն ճանապարհն է, որ մենք որդեգրել ենք դեռ այն ժամանակվանից, երբ դարձանք բաց բաժնետիրական ընկերություն եւ հայտարարեցինք մեր բաժնետոմսերի թողարկման մասին, եւ մենք վճարահաշվարկային ընկերություն լինելով հանդերձ ճանապարհ ենք բռնել դեպի թվային էկոհամակարգ ֆինտեխ դասական առումով դառնալու եւ այդ ճանապարհին մեր այսօրվա արձանագրած ցուցանիշները վկայում են այն մասին, որ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի այդ էկոհամակարգ։ Զգալի առաջընթաց է գրանցել նաև Telcel Visa թվային քարտը։ Քարտապանների թիվն արդեն գերազանցել է 100 հազարը, իսկ քարտով իրականացված վճարումների շրջանառությունն աճել է 115%-ով։ Միաժամանակ շուրջ 70%-ով ավելացել են տվյալ պրոդուկտից ստացվող եկամուտները։ Ընկերությունը շարունակում է զարգացնել նաև իր ծառայությունների ենթակառուցվածքը, ամրապնդելով շուկայում առաջատարի դիրքերը։ Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում գործում է ավելի քան 4700 Telcel տերմինալ, որոնց միջոցով ամսական իրականացվում է ավելի քան 6.8 միլիոն գործարք։ Telcel Service դուստր ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շարքում Արտյոմ Ղազարյանն առանձնացրեց Power Bank Station-ների նախագիծը, որոնց թիվն արդեն հասել է շուրջ 500-ի, իսկ մինչ տարեվերջ նախատեսվում է այն հասցնել 1000-ի։ 2025 թվականին ընկերությունը շուրջ 120 միլիոն դրամ է ներդրել տեղեկատվական անվտանգության ոլորտում, բերելով միջազգային լավագույն փորձին համապատասխան տեխնոլոգիական լուծումներ։ Ֆինանսական արդյունքների համաձայն ընկերության հասույթը կազմել է 12.8 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր շահույթը 992 միլիոն դրամ։ Անդրադառնալով այն ուղղություններին, որոնք ապահովել են ընկերության եկամուտների հիմնական մասը, Արտյոմ Ղազարյանը նշեց, որ դրանք ֆինանսական ուղղություններով վճարումներն են, որոնց ծավալները նույնպես շարունակում են կայուն աճ գրանցել։ Դա այն ուղղություններն են, որոնք մենք այսպես վերջի 3 տարիների ընթացքում հաջողությամբ գործարկել ենք, դա մեր գործընկերների վարկային պրոդուկտների ներկայացվածությունն է մեր թվային հարտակում եւ այդ վարկերի գործընկերների վարկերի տրամադրումն է մեր հարթակի միջոցով։ Տարեկան ժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց նաև My Telcel նոր նախագծի նախամեկնարկը, որի նպատակն է մեկ միասնական թվային միջավայրում համատեղել Telcel Wallet-ն ու ընկերության տերմինալները, ստեղծելով հաճախորդների համար առավել հարմար եւ փոխկապակցված օգտագործման փորձառություն։ Ամփոփելով տարին Արտյոմ Ղազարյանը պատասխանեց բաժնետերերին հուզող հարցերին, լսեց նոր առաջարկներ եւ շնորհակալություն հայտնեց բաժնետերերին, տնօրենների խորհրդին եւ Telcel-ի ողջ թիմին։